Փառքինի մեր երկնավոր հորը, որ այսօր էլ կարողացանք հավաքվել, պաշտելու իր սուրբ անունը, քանզի արժանի է ինքը փառքի եւ բադիվի, օրհնյալ լինի մեր հայրը եւ մեր Փրկիչը Հիսուս Քրիստոս։ Մտքիս մեջ էս մի բան է եկա, որ ինչ է տարբերությունը առաքելական ժամանակների եւ մեր ժամանակների միջև։ Առաքյալների ժամանակ սկսած մինչև միջնադարը 1000 տարի կամ մի քիչ ավելի Աստծո գաղափարը բոլորի մեջ կար։ Բոլորը գիտեին, որ Աստված կա։ Հակառակ դրան, եթե ոմանք ասենք սխալ աստվածների գաղափար ունեին, կամ քրիստոնյա էին, կամ բուդդիստ էին, կամ ինչ-որ մեկը փայ էր բաշխում, քար էր բաշխում, Աստծո գաղափարը իրենց մեջը գար։ Եթե ասեիր, որ մեկին ավադում ես Աստծուն, գծիծաղար քու վրա, հետ ինչ ես խոսում, անբնական բան հարցում, ով չգիտի, որ Աստված կա։ Չնայած, որ ոմանք սխալ աստվածներ են բաշխում։ Եվ ինչ է տարբերությունը մեր ժամանակների մեջ, հակառակը Աստծո գաղափարը ջնջված է մարդկանց մեջից, եւ եթե ասես, որ Աստված կա մեկին, կծիծաղա քու վրա։ Ինչ է դա մնաց մարդ ես, այ մարդ, այս կան գիտության դարին, էլ ինչ Աստված։ Աստծո գաղափարը չկա։ Վերջին օրերը չար ժամանակներ պիտի գան, մարդիկ պիտի լինեն անձնասերտ, ամբարտավան, եւ Աստծո հիշադակը պիտի վերցնեն իրանց մեջից, պիտի աշխատեն մոռացության տալ աստվածությունը։ Հիմա մի տարբերություն էլ կա, որ այն ժամանակ, առաքյալների ժամանակ, ավելի հեշտ էր ավետարանը քարոզել, որովհետև արդեն պատրաստի յուրաքանչյուր մարդ Աստծո գաղափարը իր մեջը ուներ, եթե սխալ աստված էր բաշխում, աշխատում էին շտկել այդ մարդուն։ Իսկ մեր ժամանակներում հիմա շատ դժվար է եղբայրներ քույրեր։ Նախ մեկին պիտի ապացուցես, որ Աստված կա, նոր դրանից հետո էլ ապաշխարության քարոզ պիտի անես, որ Քրիստոսին հավատա։ Շատ դժվար է։ Մեր ժամանակներում շատ դժվար է։ Եվ եթե մեկը Աստծո կողմից օգնություն չգտնի, անհնարին է, որ ինքը հավատքի գա։ Փառք Տերոջը, մենք այդ ճշմարիտ հավատքը ունենք, մեր Աստվածը ունենք, մեր Փրկիչը գիտենք, մեր երկնավոր հորը գիտենք, ճանաչում ենք նրան, մեր հովվին, մենք երկինք պիտի գնանք, հավիտենական կյանքի ժառանգներն ենք մենք, որքան պետք է փառք տանք Աստծուն։ Եվ քանի որ այսքան դժվարացել է կյանքը պայմանները, Գիրքը ասում է, որտեղ որ մեղքը շատ եղավ, Աստծո շնորհքն էլ ավելի շատ եղավ։ Աստծո շնորհքը շատ է հիմա, Աստծո գիտությունն էլ շատ է հիմա։ Առաջ ժամանակները այսքան մարդիկ հոգևոր գիտելիք չունեին։ Աստված մեծապես օրհնել է մեզ բոլորս էլ, երկնային բոլոր օրհնություններով։ Եվ կարող ենք ասել, որ չկա մի բան Աստծո վերաբերյալ, որ մեր մտքերի սրտերի մեջ մութ մնացած լինի, եւ մենք
չիմանանք այդ բաները, Աստված ամեն բաները մեզի հայտնեց։ Շնորհակալություն երկնավոր Հայրը, այս բոլորի համար, մեծ ուրախություն է մեզ համար։ Եղբայրներ, քույրեր, մենք շարունակում ենք, մենք խոսեցինք եկեղեցիի Դադաստանի մասին, չէ՞, որ մեր գործերը խոսքերը պիտի քննվեն եւ անցանք վարձատրության, Աստված քննությունից հետո պիտի վարձատրի մեզի եւ 5 պսակներ կան։ Խոսեցինք բոլորի մասին, բարձանքի պսակի մասին էլ խոսեցինք եւ սրանից առաջ էլի խոսեցինք, հիմա հերթ ասավ արդարության պսակին։ Արդարության պսակը եւ մի պսակ էլ կա, եթե այդ էլ որ խոսենք, դրանց մասին կվերջացնենք։ Հաջորդ Դադաստանը կգա հրյաների Դադաստանը։ Ուրեմն կարդանք մի համար հիմա, որբեսի արդարության պսակը այդտեղ մենք կարդանք, 2 Տիմոթեոս 4 գլուխ եւ 8 համարը։ Վեց համարից պիտի կարդամ, 2 Տիմոթեոս 4 գլուխ 6 համար։ Վասնզի ես արդեն զոհ լալու նվիրված եմ, ու իմ մեկնելուս ադենը հասեր է։ Պողոս առաքյալը։ Վասնզի ես արդեն զոհ լալու նվիրված եմ, ու մեկնելու ադենս հասեր է։ Երևի Սուրբ Ոգին հայտնեց արդեն Պողոսին, որ Պողոս վեշերը թվակի կամաց պիտի գնաս վերև դերոջի մոտ։ Ինձի համար ապրիլը Քրիստոս ու մեռնիլը օգուտ ասեց առաքյալը, բայց մնալս ձեզ համար ավելի հարգավոր է։ Երանի իրեն, երանի առաքյալներին, երանի այդ անցյալի բոլոր հավատացյալներին, որոնք հավատքը իրենց սրտի մեջ պահեցին ու մտան իրենց հանգիստը։ Եվ առաքելական եկեղեցին բաժանում է երկու մասի, զինվորյալ եկեղեցի եւ հաղթական եկեղեցի։ Եկեղեցին, որ մի մասը գնացել են, հաղթական եկեղեցին, զինվորյալ եկեղեցին երկրի վրա մենք ենք, դեր բادرազմի մեջ ենք։ Բարի բادرազմը բادرազմեցա, ընթացքը գադարեցի, հավատքը բայեցի։ Ասկե հետև գագը մնա ինձի, արդարության պսակը, զորդերը արդար դադավորը պիտի հադուցանե ինձի, այն օրը, ու ոչ թե միայն ինձի, հաբա այն ամենուն ալ, որ անոր հայտնվիլը սիրեցին։ Նոր աբաշխարած տարիներս էր, որ գարտում էի Դիմոթեոսը, իմ որդիս, ասում էր Պողոս առաքյալը, իրեն հետ միասին շրջագայում էր այստեղ, երանի ասում էի Դիմոթեոս քեզի, երանի ես էլ այն ժամանակ լնեի Պողոս առաքյալի հետ, ման գայի այստեղից այնտեղ իր խոսքերը լսեի, բաշտամունքներին, շատ երանիություն տվեցի այդ ժամանակները Դիմոթեոսին էլ։ Բայց հետո ասեցի, որ փառք Աստծո, որ մեզ էլ այս ժամանակի մեջ այցելեց եւ մեզի գանչեց։ Առաքյալը ասում է, բարի բادرազմը բادرազմեցա։ Բարի բادرազմը գրված է բնագերի մեջ հունարենը կալոս, պոլեմոս, անգլերենի մեջ good, struggle է գրված, գրիվ, բայկար, բادرազմ, հայերենի մեջ բարի բادرազմ,
Բادرազմ, լավ բան է բادرազմը, սիրում եք բادرազմ, մարդկության չարիք է, բادرազմը չարիք է, մարդիկ մերնում են, մարդիկ ծնվել են, որպեսզի ապրեն, և երդասարդ զինվորները հազարներով, միլիոններով մերնում են, այսօր Ռուսաստանը բادرազմի մեջ է Ուկրաինայի հետ, 1,170,000 ռուսական զինվորներ զոհվեցին պաշտոնական տվյալներով, միգուցե այդքան էլ ուկրաինացիներից, մոտ 3 միլիոն արդեն զինվորներ մեռան, չարիք է, քաղաքներ ավիրվեցին, տուներ քանդվեցին, մարդիկ անդուն մնացին, ձերեր, երեխաներ, անջար մարդիկ, ձմեր ժամանակ, չարիք է, չարիք է, սատանան մտնում է մի մարդու մեջ և այդ չարիքը գործում է, Հիտլերը 6 միլիոն հրեա սպանեց, 6 միլիոն, բայց բարի բادرազմ կա, որ լավ է, շատ լավ է, հոգեգան աշխարհի բادرազմն է սա, բարի բادرազմը, մարդու մեջ հեղափոխություն է սա, հեղափոխություն, դեպի լավը, զարթոնք է, ուրախություն է, առաջդիմություն է, բարի բادرազմը, Եվ նեղություններով է անցնում, բայց աբական լուսավոր է, այն օրը դերը պիտի դա ինձի, և ոչ միայն ինձի, բոլոր նրանց ալ, որ անոր հայտնվելը սիրեցին, այն օրը, մարգարեությունների մեջ շատ կա այն օրը, դա դերոջը գալստյան օրն է, այն օրը, և մենք սպասում ենք այդ օրվան, և մենք աղոթում ենք այդ օրվա համար, ասում ենք արի դեր, արի մի ժամ առաջ, մեզ ազատի ես չար աշխարհից, ու երբ որ դերը գա, ալ բادرազմ միտի չլա երկրի վրա, երկրի վրա դերը պիտի թագավորի, բادرազմական գործիքները, մեքենաները, պիտի փոխեն գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների, և մարդիկ խաղաղ, ուրախ, երջանիկ պիտի ապրեն երկրի վրա, 1000 երկար տարիներ, բարի բادرազմը բادرազմեցը, ասեց Պողոս Առաքյալը, այս հատվածի մեջ մենք 3 պաշտոններ ենք տեսնում Պողոս Առաքյալին, առաջինը զինվոր Պողոսը, երկրորդը մարզիկ կամ սպորտսմեն Պողոսը, և երրորդը բահակ կամ բահող հսկող Պողոսը, բարի բادرազմը բادرազմեցա, ընթացքը կդարեցի, հավատքը բայեցի, բادرազմը հոգևոր 3 ճակատամարտ ունի, մեր բادرազմը, բարի բادرազմը, աշխարհի հետ է, սատանայի հետ է և հին մարդու հետ է, չեմ ասում մարդկանց հետ, հին մարդու հետ, որ մեր մեջ է, մենք առաջ հին մարդ էինք, բայց վերստին ծնունդով նոր մարդ էլ ունեցանք Աստծո կողմից, և երկուսի միջև
բայկար գա մեր մեջ, բայկարը մեր հարևանների հետ չի, մեր ընկերների հետ չի, ուրիշների հետ չէ, մեր մեջն է բայկարը, հին մարդու և նոր մարդու միջև, բادرազմը, բարի բادرազմը, անգլերենը struggle, բայկար, բայց բնագերի մեջ հունարենը ընդհանրապես բادرազմը պոլեմո, բادرազմ, բայց այստեղ ուրիշ բառ է գործածված Սուրբ գրքի մեջ, ագունա է գրված, որը դարբեր հոմանիշներ ունի, մի քանի օրինակներ հիմա ես ձեզի կբերեմ, Հովաննու 18-րդ գլխի 36 համարի մեջ Հիսուսը քննվում է Բիղադոսի առջևը, Բիղադոսը ասում է դու ես Սարյաների թագավորը և Հիսուս պատասխանեց թունգս ես, վասնզի ես թագավոր եմ, ադոր համար աշխարհ եկած, ծնված և աշխարհ եկած։ Հետո որ շատ խոսեցրեց Բիղադոսը, ասավ չես խոսիր ինձի, պատասխան չես տար, որտև ես իշխանություն ունեմ քեզ խաչը անելու և խաչից իջեցնելու ազատելու։ Եվ Հիսուս ասեց, դու իմ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզի վերևից տրված չլիներ։ Իմ թագավորությունս այս աշխարհեն չէ, ասեց Հիսուս։ Եթե այս աշխարհեն լար, իմ ծառաներս ինձի հետ կլային և կգրվեին հրյաներու դեմ, որպեսզի ինձ չխաչեն։ Կգրվեին, այդտեղ այդ բառը, որ հայերեն մեջ գրվել է գրված, անգլերեն մեջ struggle է գրված, և բնագրի մեջը ագունա է գրված է, ագունա։ Չգիտեմ ուրիշ անգամ պատմել եմ թե չէ, Հունաստանում ես երևի այն ժամանակ 9 տարեկանի չափ կլնեի, 9 տարեկան, և մի հայկական փոքր թաղամասի մեջ էին գավրում, շրջակայքը հույներ էին ամենը, այդտեղ Պետրոպոլեմո, քարի բادرազմ կար, ջահելների մեջը, քանի տարեկան, 13, 14, մինչև 15 տարեկան հույն տղաները քարերով հարձակվում էին հայերի թաղամասը և քարգոծում էին, ապագիներն էին գոտրում և այլն, հետո հայ տղաները իրենք կազմակերպեցին, 14-15 տարեկան, ես էլ 9 տարեկան էի, որ ինձ էլ առան զինվորության մեջ և մենք էլ պիտի քարգոծենք։ Ինչ էինք ասում, ագունա էինք ասում, հարձակում, գրիվ։ Ես էլ հնարագիտություն էի արել, մեր հարևան Պետրոս անունով մի հատ տղա կար, դգարագազմ էր ինքը, ծնողները ամեն առավոտ հավգիտ էին խմցնում իրան, ծագում էր հավգիտը այսպես, և խմում էր, դադարք հավգիտը գցում էր աղբամանի մեջը։ Ես գնացի հավաքեցի այդ աղբամանի մեջից հավգիտները, չեմ հիշում հիմա թե որտեղից սպիտակ փոշի, թե մարմարի փոշի էր, թե ինչ փոշի էր, չգիտեմ։ Այդ անցքից լցնում էինք մեջը, ռոմբի նման, գնում էինք հույների թաղամասը, գցում էինք, փոշին ելնում էր այսպես, ագունա ասում, հարձակվում էինք, քարգոծում էինք, չգիտեմ որտեղ ենք գար այդ քարերը։ Երբ որ այս նյութը ես գրում էի, գարտում էի հունարենն էլ,
դա իշեղությանս մեջ եկավ, ագունա, գրիվ, իմ զարաներս կգրվին, Հիսուս ասեց, ագունա, երկրորդ մի ուրիշ վկայություն, Ղուկաս Ավետարանի 13-րդ գլխի 24 համարն է, գրված է, որ ջանք արեք, որ նեղ դռնից ներս մտնեք, որտև նեղ է այն դուրը, նեղված է այն ջամփան, որ դեպի ջանք կդանի։ Ջանք անելը, ջանք արեգը հունարենի մեջ ագունա է գրված դարձյալ։ Ագունա, ջանք արեք, ջանք տրեք, բայկարեք, կռվեք, զորացեք, պատերազմեք։ Ուրիշ մի օրինակ տամ, Պողոս Արաքյալի վկայությունն է, առաջին Կորինթացիս 9-րդ գլխի 25 համարն է, 26-25 համարներն են, որտեղ որ այնտեղ ասում է Արաքյալը, ես ոչ թե այնպես կրպամարդություն կանեմ, որպես թե հովը ձեզելով, հապա իմ անձս, իմ մարմինս կջնշեմ և կնվաջեմ, կջնշեմը ագունա է գրված, այսինքն իր անձը ջնշելու համար, ոչ թե ուրիշներին վրա ջնշում բանեցնելու, իր անձի մեջը, որպեսզի ինքը իր մարմնավոր բնավորությունները զսպի, կարողանա զսպի, իմ բնավորությունները կարողանա զսպի բادرազմի մեջ է, ինքը իր մեջ է, մենք մեր բادرազմը մեր մեջ ունենք, մարմնի դեմ, Հիսուս երկնքից եկավ իր ասվածությունը իրեն հետ էր, և Պողոս Արաքյալը գրում է, ասում է, որ նա, որ Աստծո գերբարանքը ուներ, մարդու գերբարանք արավ, ու մարդու պես գտնվեցավ, Հիսուս իր անձի վրա բարդադրեց, որ ինքը մարդու պես պիտի ապրի, ոչ թե Աստծո պես, մարմնի մեջ մարդու պես պիտի ապրի ինքը, դրա համար էլ ինքը ուրախացավ, դխրեց, սովածացավ, օգնեց, բարգեց, ելավ, մարդու նման, ամեն ինչով, ինքը բարդադրեց իր վրա, Պողոս Արաքյալը բարդադրեց իր մարմնի վրա, որպեսզի իր մարմնավոր բնությունը պիտի հաղթահարի ինքը, բարիով պիտի հաղթի չարը, պիտի պատերազմի։ Մի ուրիշ վկայություն էլ դամ, Եբրայեցիս 12-րդ գլուխն է և 4 համարը, Արաքյալը ասում է, դուք ասում է դեր, արյուն թափելու չափ, բادرազմելով մեղքին հակառակ չգեցաք։ Արյուն թափելու չափ չբادرազմեցաք դուք մեղքին դեմ, որպեսզի մեղքը չգործեք։ Այդտեղ բادرազմելով բառը ագունա է գրված դարձյալ։ Անգլերենի մեջ fight էլ գա, չէ, fight, struggle է գրված, գրիվ, բայկար, ճնշում, օրհնյալ բادرազմ է, բարի բادرազմ է, ասում է Արաքյալը, այդ բանը բարի բادرազմ է, ագոնիստես է, կամ Արաքյալի իր համար ասես, ագոնիզմենոս, ագոնա բառն է, տարբեր հոմանիշներով։ Այս պատերազմը, պատերազմի բայկարը, գազմագերբողը, աշխարհի և հին մարդու վրա կոնտրոլ անողը սատանան է ինքը։ Բայց թույլատրողը
Աստված է։ Մի վկայություն հոբի պատմությունից Աստծո որդիները, հրեշտակները գնացին դերոջը Աստծո գահի արջևը փարաբանելու իրենց Աստվածը։ Սատանան ինքն էլ աներեսի պես գնաց կայնավ նրանց մեջ եւ Աստված ասեց. «Ով Սատանա, որտեղից ես գալիս»։ Նա ասեց. «Աշխարհը շրջելուց»։ Իմ հոբ ծառայից տեսար, որ նրա նման արտար, կադարյալ, աստվածավախ, չարությունից փախչող մարդ չկա։ Եվ Սատանան ասեց. «Հա, նրա ամեն ինչը օրհնել ես, ունեցվածք ես տվել, ընտանիք ես տվել, վայելք ես տվել եւ 4 կողմը բարիս պես քաշել, դրա համար էլ քեզ բաշտում է։ Փորձի մեկ հատ դրա ձեռքից առ, դες ինչպես քեզի պիտի հայի»։ Սատանան փորձում է Աստծուն համոզել։ Եվ Աստված ասեց. «Լավ, գնա, իր կյանքին չդպնաս, ունեցածը առ»։ Աստված թույլ տվավ եւ նա գնաց մի հարվածով ամեն բան դակն վրա արեց։ Երեխաները մեռան, փոթորիկը զարգավ, անասունները գողոպտվեցին եւ այլն, եւ մարդը քուրց հագավ, հողի ու մոխիրի վրա նստեց։ Եվ գինը ասեց. «Դու դեռ քու կատարելույթյանդ մեջ ես, Աստծու անունը հայոյի ու մերի»։ Եվ հոբը ասեց. «Դու անզգամ գնոջ պես ես խոսում, միտե բարիքները առնենք Աստծո ձեռքից եւ չարիքները չառնենք»։ Դերը տվավ, դերը արավ եւ անզգամություն չտվավ հոբը։ Դերը տվավ, դերը արավ։ Հետագային հոբի կյանքը ավելիով օրհնեց Աստված։ Ուրեմն մեր վրա թույլատրողը Աստված է։ Սատանան իր ամբողջ զորությամբ չի կարող հարձակվել մեր վրա, եթե ոչ կդաբալի մեզի։ Թույլատրողը Աստված է։ Ճիշտ այդ քրիստիանոսի ճամփորդության գիրքը եկավ մի տեղ, որ մի նեղ դռնեն պիտի անցներ, վախեցավ մի քիչ, երկու կողմը արյուծներ կային։ Այրուզներ, վախեցավ այրուզներից, բայց հետո իրեն ասվեց, որ այրուզները շղթայով կապված են եւ նրանք կարող են այնքան գալ, մինչեւ որ մի անցք լինի, մեջտեղով անցնի գնա ինքը։ Սատանան կարող է մռնչացող այրուզի պես մեր 4 կողմերը բդտվի, բայց թույլ տվողը, նրան կոնտրոլ անողը Աստված է։ Բայց աշխարհի վրա կոնտրոլ անողը Սատանան է, որտեւ ով է բادرազմներ անողը, ում միջոցով է արվում, եթե ոչ Սատանայի։ Հռոմեացիս 5-րդ գլխի առաջին համարի մեջ գրված է. «Ուստի մենք հավատքով արդարացած լինելով Հիսուս Քրիստոսի ձեռքով խաղաղություն ունենք Աստծո հետ, որի միջոցով այս շնորհքին մոտենալու արտոնություն ունենք եւ Աստծո շնորհքի մեջ գեցեր ենք։ Աստծո փառքովը կբարձենանք եւ ոչ միայն նեղություններու մեջ կբարձենանք, ոչ միայն անոր կբարձենանք, նաեւ նեղություններու մեջ ալ կբարձենանք, ասեց առաքյալը, որտեւ գիտենք, որ նեղությունը համբերություն է գործում եւ համբերությունը փորձառություն եւ փորձառությունը հույս։ Եվ հույսը ամոթով չի թողնում,
որտեղ Աստծո սերը մեր սրտերի մեջ դարածված է Սուրբ Հոգիի միջոցով։ Ուրեմն Աստված, եթե թույլ էլ դա մեզի, ամեն բան բարի գործակից է անում։ Մենք փորձարաբար փորձարու հավատացյալներ ենք դառնում հոգևոր բادرազմի մեջ։ Այս հոգևոր բادرազմի մեջ մենք ինչ ենք գործածում, հրանոթներ, ավտոմատներ, տանկեր, այդպիսի բաներ, չէ, մենք էլ մեր զենքերը ունենք, հոգևոր զենքերը։ Պողոս առաքյալն է գրում երկրորդ Կորինթացիս թղթի մեջ, 10-րդ գլուխն է երկրորդ Կորինթացիս, կարդամ այդտեղից։ Քանզի թեպետ մարմնի մեջ կքալենք, բայց ոչ թե մարմնավորապես զինվորություն գնենք, վասնզի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա Աստուծո մեզ զորություն արած, ամրոցներ քագելու, մենք խորհուրդներ կքագենք, և Աստծո գիտությանը դեմ բոլոր հբարդացած բարձր բաները ու բոլոր մտքերը Քրիստոսի ենազանդության գերի գնենք և պատրաստություն ունենք վրեժ առնելու ամեն անհնազանդություն է, երբ ձեր հնազանդությունը գադարյալ ըլլա։ Ուրեմն մենք մեր զենքերը Աստծո են մեզի դրված։ Կարդանք մի ուրիշ դեղից Եփեսացիս 6-րդ գլխի 14 համարը, Եփեսացիս 6-րդ և 14 համարը, վերևից կարդամ մի քիչ, ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լաք Սատանայի հնարքներուն դեմ դնել, վասնզի մեր պատերազմը արյունի ու մարմինի հետ չէ, հապա իշխանություններու ու պետություններու հետ եւ այս խավար աշխարհի իշխաններուն հետ, երկնավորներուն մեջ եղող չար ոգիներուն հետ, այսօր համար ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարող լաք չարության օրը դեմ դնել, ու ամեն բան լմնցնել է յետև հաստատուն գայնիլ։ Ամեն անգամ պատերազմ չի լինելու, ազատության միջոց էլ պիտի դա Աստված չէ, ուստի ձեր դեղը գայնեցեք մեջքերնից ճշմարտությամբ ամուրցնելով, արդարության զրահը հագնելով, ոտքերնուտ հագցնելով խաղաղության ավետարանին պատրաստությունը եւ ամեն բանի վրա հավատքի վահանը արեք, որով կարող պիտի լաք չարի ամեն գրագոտ նետերը մարել եւ փրկության սաղավարտը արեք ու հոգին սուրը, որ Աստծո խոսքն է, միակ զենքը, որ գա հարձակողական, սուրն է, որ Աստծո խոսքն է, հարձակողական, որպես զենք, մնացածը պաշտպանողական են բոլորը, որ Աստծո խոսքն է, ամեն աղոթքով ու խնդրվածքով ու ամեն ադեն աղոթք ընելով հոգիով ու այս բանի վրա հսկեցեք կատարյալ հարադևությամբ։ Ուրեմն մեր պատերազմի զենքերը Աստծո մեզ զորություն արած, մենք կարող ենք հոգևոր պատերազմել։ Մի ուրիշ վկայություն էլ դամ առաջին Թեսաղոնիկեցիս եւ 5:8-ը բայց մենք որովհետև ցորեկվան ենք, զգաց տալանք եւ հավատքի ու սիրո զրահը մեր վրա հագնենք ու փրկության հույսի սաղավարտը գլուխնից տնենք։
հույսի սաղավարտը գլուխնից տնենք, գլուխը, որ կարևոր մի օրգանն է մարդու, պաշտպանվելու համար, հավատքի հույսով փրկված ենք, Սատանան եթե հարձակվի մեր վրա եւ մեր վրա պատճառներ գտնի եւ այլն աշխատի մեր հավատքի վրա մեր ունեցած հույսը աղավաղել մեզ խանգարել եւ այլն փրկության հույսի սաղավարտը Սատանա ես փրկված եմ Հիսուս Քրիստոսի միջոցով սաղավարտը մեր գլուխը դնենք որովհետեւ մեր գլխին հարված չգա Փրկության հույսի սաղավարտը գլուխնից վասնզի Աստված մեզ բարգության համար չորոշեց, հապա փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով Ուրեմն տեսանք մեր զենքերը հոգևոր են եւ մենք պետք է որ Աստծո խոսքով զինվենք, դա շատ կարևոր է։ Այն հավատացյալը, որ Սուրբ Գրքի խոսքերը չգիտի, նա հեշտությամբ կարող է թիրախ դառնալ Սատանայի հարվածներին, որտեղ մենք միշտ Աստծո խոսքով դեմ պիտի գնանք։ Սատանայի բաները ասեցինք, փորձությունը երեքն են, երեք մեթոդները։ Սատանան միշտ հարձակվում է, երեք հին մեթոդները ունի, դրանով է հարձակվում։ Առաջի անգամ, ինչպես հարձակվեց Եվայի վրա, տեսնենք այդտեղ։ Երորդ գլուխն է ծննդոց եւ գինը տեսնելով որ ծառը աղեղ էր գերագուրի համար հիմա որ մի բան տեսնեք դուք կարող է իմանաք դա աղեղ է թե աղեղ չէ օգտակար է թե վնասակար է չես կարող իմանալ նայելով ոնց ինչպես կիմանաս եւ գինը տեսավ որ ծառը աղեղ էր գերագուրի համար հաճելի աչքերին ու փապակելի իմաստուն լինելու համար արավ ու գերավ այս երեք բաներով բարդվեց ինքը իրեն հետ իր երգանն ալդվավ ու անգերավ Տեր Հիսուսի փորձությունը ինչպես եղավ Սատանան երեք մեթոդներով երեք ձևերով հարձակվեց Հիսուսի վրա ուդելով հարձակվեց Աստծուն փորձելով հարձակվեց, որպեսզի փորձի եւ այս աշխարհի փառք ու բադիվի միջոցով իմաստուն ընելու համար եւ իմաստուն եղավ, աչքերը բացվավ, բայց առաջ Աստուն տեսնում էր, սկսեց Աստուն չտեսնել, իր մերգությունը տեսավ։ Հիսուս 40 օր բան չգերավ, անաբադը գնաց, Սուրբ Հոգին դարավ, որպեսզի փորձվի։ Եվ 40 օր հետո սովածացավ Հիսուս։ Եվ Սատանան արիթ է գտնելով սովածությունից հարձակվեց վրան եւ ասեց. Դու Աստծո որդին ես, եթե Աստծո որդին ես, դու զորություն ունես։ Դու կարող ես այս քարերին ասել հաց լինեն եւ գուդես։ Դու չէ որ եկել ես երկրի վրա որպես թագավոր։ Քու ժողովուրդդ ինչպես պիտի ապրեցնես դու, եթե քու իշխանությունը չբանեցնես։ Ուզեց շփոթացնի իր ախելքով Հիսուսին եւ Հիսուս ասեց. Գրված է որ ոչ թե մարդ միայն հացով գաբրի, հապա այն ամեն խոսքով որ դերոջը բերանեն գելլե։
Մարդ հացով չի ապրի միայն։ Աստված անաբադի մեջ հրյաներին փորձեց, անոթեցուց, սոված պահեց, մանանայով գերագրեց, որովհետեւ ցույց տա, որ միայն ուդելիքով չէ, որ մարդ կապրի, հապա դերոջի ամեն խոսքով է։ Այսօր բարայեղ ապրող լավ մարդիկ կան, իրենք օրգանիկ են ուտում, գնում ես Trader Joe's հետում, Whole Foods հետում իրար գոդորում են, օրգանիկ պիտի առնեն, որ մի քանի տարի ավելի ապրեն, ինչքան ուզում ես կերդու դրանք, լավ բաներ գեր, մեկն է սովարыз է այնտեղ, հարուստ մարդը գերավ, վերջը գնաց դժողք, բայց նա, որ Աստծո խոսքը ուներ, այդ աղքատ մարդը սոված էր ապրում, սոված էր քնում, փշրանքներով էր յոլա գնում, բայց հավատք ուներ, Աբրահամի գոգը գնաց։ Աստված որ ասի, ապրի գաբրես։ Եթե Աստված չասի ապրի, ինչքան ուզում ես լավ բաներ գեր, քեզի լավ զգուշություն արա ամեն կողման է, ժամանակ եկավ պիտի մեռնես։ Երկրորդը Սատանան արավ, տաճարի բարձր դեղը դարավ, որտեղ որ ներքևը ժողովուրդ շատ կար, լեցուն։ Ասաց գրված է, որ քու ոտքդ, որովհետեւ քարի չդպնա, հրեշտակները քեզ ձեռքերի վրա պիտի բայեն։ Եթե դու այստեղից վար քցես քեզի, այնտեղ լեցուն ժողովուրդ էլ գա, լավ մի դեսարան կլինի, բոլորը կհավատան քեզի, երկնքից եկած ձինման։ Համոզեց, որ Հիսուսին քցի այնտեղից։ Եվ եթե քցվեր այդտեղից, Հիսուս ինչ կլներ։ Հրեշտակները կբային իրեն։ Ոչ։ Դա կլներ Աստծուն փորձել։ Եվ մենք փորձում ենք շատ անգամ։ Եվ գրված է ասեց Հիսուս։ Եվ ամեն անգամ Աստծո խոսքով պատասխանեց։ Գրված է, որ քու դեր Աստվածը չփորձես։ Եթե ինքը փորձեր այդ բանը անել, ոչ թե Աստծո թույլտվությամբ կլիներ, ինքը փորձելու համար կջախջախվեր գետին ընկնելով։ Բայց եթե այդպիսի մի բարագային հանդիպեր, Աստծո հրեշտակները ձեռքի վրա կբային իրեն։ Երրորդը Սատանայի մեթոդներից արավ մի բարձր լերան վրա հանեց եւ բոլոր աշխարհի փառքը ցույց տվավ։ Եվ այս բոլորը տեսնում ես, քեզ գդամ, որտև ինձի է հանձնված, ում ուզեմ գդամ, եթե ինձ երկրբակես։ Եվ Հիսուս ասեց, գրված է, որ Սատանա, որ միայն քու դեր Աստվածդ պաշտես ու զանիգա անոր երկրբակես, եւ Սատանան թողեց ու փախավ։ Ուրեմն ուզեց աչքերը շլացնի Հիսուսին եւ խափի նրանի պրտե, բայց ում պիտի խափի, ով պիտի խափի, իր արդեն աշխարհի փառքը Քրիստոսինն է, ինքը պիտի գա պիտի թագավորի, հայրը պիտի դա իրեն եւ ոչ թե Սատանայի ձեռքից պիտի առնի։ Սատանան հրաբուրում է հավատացյալին աշխարհը սիրել։ Գարտամ առաջին թուղթովանու եւ երկրորդ գլուխ 15 համարը մի սիրեք աշխարհը
Ոչ ալ որ ինչ որ աշխարհի մեջ է, եթե մեկը աշխարհը գսիրե, անոր ներսիդին հորը սերը չգա, քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, ինչ է, երեք բաներն են, չէ, դարձյալ մարմինի ցանկություն, աչքերի ցանկություն, այս կյանքի ամբարտավանությունը կամ հբարդությունը, սատանայի երեք մեթոդները։ Հորմեն չէ, այդ բաները հորմեն չէ, հաբա աշխարհն է, աշխարհը սալ գանցնի, անոր ցանկությունն ալ, բայց այն որ Աստծո գամքը գադարե, հավիդյան գմնա։ Ուրեմն երեք բաները, աչքի ցանկություն, մարմինի ցանկություն եւ այս աշխարհի հբարդությունը, աշխարհի մեջ է այս բոլորը, մի սիրեք աշխարհը, ոչ ալ ինչ որ աշխարհի մեջ է, եթե մեկը աշխարհը գսիրե, անոր ներսիդին հորը սերը չգա։ Եվ Ագոպոս Արաքյալներ է գրում 4-րդ գլխի 4 համարի մեջ, նա էլ ասում է, որ խիստ է գրում մի քիչ, 4-4-ը չեք գիտեր, որ շնացողներ, չեք գիտեր, որ այս աշխարհին սերը Աստծո դեմ թշնամություն է, ուստի ով որ գուզե աշխարհի բարեկամը լալ, ինքզինքը Աստծո թշնամի գնե։ Եվ սադարան աշխատում է հավատացյալին աշխարհասեր դարձնի։ Դες ասում են, այ աշխարհը վայլի էլի, վայլի, մեկ կյանք կա, պիտի մեռնես, վայլի է աշխարհը, այս կան վայելքներ կան, ինչ բաներ է սարքել մարդկանց գրավելու համար սատանան, ներկա տեխնոլոգիները, ամեն բաները, եւ հրաբուրված են մարդիկ, հրաբուրված են, եւ անդեսում են, որտեւ ավելի լավը չգիտեն, բայց Աստված ինչ է ասում, Եսայի 65-18 համարն է, ով ոչինչ բանով ուրախացող մարդիկ ոչինչ բաներով ուրախանում են, բայց դուք ուրախացեք իմ ստեղծագործությունովս հավիդյանս հավիդենից, մի օր չէ, երկու օր չէ, հավիդյանս հավիդենից ուրախացեք իմ ստեղծագործությունովս, այսինքն այն նոր աշխարհը, նոր երկինքը, նոր երկիրը, Օրմացոկի Լևոն եղբայրը գար, ասեց, որ մի երեխա, որ խաղալիք ունի, խաղում է, ձերքից չես կարող արդել։ Չի դա, գլացի, չի դա, բայց եթե այդ ունեցածից մի ավելի լավ բան դաս, իր ձերքի նգթողնի ենի գարնի։ Այսօր մարդիկ լավի գաղափարը չունեն, ոչ էլ հավատք ունեն, ով ոչինչ բանով ուրախացող մարդիկ, աշխարհի մարդիկ շատ խեղճ են։ Դեմասը զիս թողեց եւ աշխարհը սիրեց, ասեց Պողոս Արաքյալը, ու գնաց Թեսաղոնիկե, որտեղ որ ամեն օր ուրախություն կար, մուզիկ կար, բան կար, ձովեզերքին, ուդում, խմում, կեֆեին անում մարդիկ։ Մի համար պիտի գարտամ առաջին Դիմոթեոս եւ առաջին գլխի 18 համարը։ Այս պատվերը գավանդեմ քեզի իմ ворճակս Դիմոթեոս քու վրայովդ առաջվան է եղած մարգարեություններուն համեմատ, որ անոնցմով բادرազմիս, այն բարի բادرազմը եւ ունենաս հավատ ու մաքուր խժմդանք,
որ մեկ քանիները իրենց մեկտի ձգելով նավագործություն գրեցին հավատքի կողմանը։ Բادرազմից բարի բادرազմը այդ բոլորը մենակ Տիմոթեոսին չի, մեզ էլ է վերաբերվում 6-րդ գլխի 11 համարից կարդամ։ Բայց դու ով մարդ Աստծո փախիր այս բաներեն ու գնա արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության յետևեն։ Բادرազմե հավատքի բարի բادرազմը, բռնե հավիտենական կյանքը, որու գանչվեցար, եւ շատ վկաներու արջև դավանեցար բարի դավանությունը։ Դարձյալ սատանան արդարացնելով ու ծածկելով հին մարդը ամբողջ մեղադրանքը դնում է մարմնի վրա, իբր մարմինն է մեղավորը։ Իբր թե հավատացյալի մարմինն է մեղավորը, մինչդեռ ոչ թե մարմինը, մարդու անձը հին մարդն է մեղավորը։ Հին մարդու եւ նոր մարդու միջև է բادرազմը, ինչպես որ սկզբից էլ ասեցի։ Դրա համար ասում է Եփեսացիս 4:22 համարի մեջ հին մարդը հանեք ձեր վրայից եւ նորը հագեք։ Սա էշտությամբ չի արվում։ Բادرազմ է սա։ Դժվարություն կա, բայց պիտի բայկարենք։ Հին մարդը հանել եւ նորը հագնել։ Նույն է գրված է նաև Գողոսացիս 3-րդ գլուխ 9-10 համարների մեջ։ Լավ, գալ անգամ կշարունակենք։ Բարի բادرազմը բادرազմեցա, չխոսեցինք ընթաց կգադարեցի եւ հավատ կբայեցի։ Դրանց մասին էլ կխոսենք եւ կվերջացնենք։ Տերը օրհնի բոլորդ էլ, եղբայրներ, քույրեր, շնորհակալ ենք Աստծուց, բարք իր անվանը, բարի գործը սկսան մեր մեջ, մինչև Հիսուս Քրիստոսի օրը ինքը պիտի գադարի։